Ռացիոնալ թվերի գումարում և բազմապատկում կատարենք, վարժություն 553-ի դ օրինակում, կատարենք գործողությունները հարմար եղանակով։ Այստեղ ունենք բաշխական օրենքը գումարման նկատմամբ, անգամ V գումարած անգամ C հավասար է անգամ B գումարած C։ Նմանապես մեր օրինակում, քանի որ 2/9-ը ընդհանուր արտադրիչն է, դուրս կբերենք փակագծերից և փակագծերում կմնա 12,5/14 գումարած 25,9/14 հավասար է 2/9 անգամ փակագծերում եղած գործողությունը կատարենք 12-ին գումարած 25 37 5/14-ին գումարած 9/14 հավասար է 14/14, որը հավասար է 1-ի, 37-ին գումարենք 1 38 բազմապատկենք 38-ով 38-ը և 9 չեն կրճատվում, 2-ը և 9 չեն կրճատվում, 2 անգամ 38 հավասար է 76 9-րդ 76 9-րդը անկանոն կոտորակ է, կարող ենք դարձնել խառը թիվ, 76-ը բաժանենք 9-ի 8 ամբողջ, մնացորդում կմնա 4 և հայտարարում 9, 8 ամբողջ 4/9։ Հիմա լուծենք Z օրինակը, այստեղ 3 կոտորակների արտադրյալ է, կարող ենք այստեղ օգտվել զուգորդական օրենքից, տեղերը փոխել կոտորակների կամ պարզապես օգտվել բազմապատկման տեղափոխական օրենքից, երկու արտադրիչներ փոխել իրենց տեղերով և տեսնենք ինչպես է հարմար այստեղ բազմապատկում կատարելը։ 1,1/7 դարձնենք անկանոն կոտորակ, 7 անգամ 1 7 գումարած 1 8 8/7 անգամ մինուս 5 անգամ 6 30 գումարած 2 32 5-րդ անգամ 21 8-րդ։ Կարող ենք արտադրիչների տեղերը փոխել, 8 7-րդը գրենք նույնությամբ, սա տեղափոխենք այստեղ, անգամ 21 8-րդ, որպեսզի ավելի այստեղ հեշտ կրճատումը կատարենք, այնուհետև բազմապատկենք մինուս 32 5-րդով։ Չնայած կա նաև այլ տարբերակ, միանգամից առանց տեղափոխության կարող ենք համարիչ հայտարար կատարել կրճատումներ։ Ուրեմն այստեղ կկրճատենք 8-երը 1 1 7-ը 21-ի հետ այստեղ 3 այստեղ 1 և այլևս կրճատում չունենք, բացասական թվի հետ բազմապատկում այստեղ ունենք, մինուս նշանը առջևում կդնենք, համարիչում մնաց 3 անգամ 32 96 և հայտարարում ունենք 5 հավասար է մինուս 96-ը բաժանենք 5-ի, այս անկանոն կոտորակը դարձնենք խառը թիվ, այսինքն ամբողջ մասը առանձնացնենք, 9 բաժանած 5-ի 1 անգամ, 46-ը բաժանած 5-ի 9 անգամ, մնաց 1 համարիչում և հայտարարում 5, մինուս 19 ամբողջ 1/5